Վերադարձանք սիրելի հեռուստադիտող կոմերցիոն դադարն ավարտված է, մենք անցնենք առաջ։ Ինչպես ասել է մտածողներից մեկը, փոփոխությունների բազմազանության մեջ գեղեցկությունը մնում է հավերժական նորություն։ Այսինքն գեղեցկությունը փոփոխությանը ենթակա չէ։ Այո, գեղեցկությունը միշտ կարևոր բաներից մեկն է։ Ամառային գեղեցկության կանոնների եւ նորարարական մեթոդների մասին այսօր կխոսենք մեր հյուրերի հետ։ Առավոտը Շանթոմի տաղավարում եմ Պրոդերմ մազահեռացման մաշկի եւ մարմնի խնամքի կենտրոնի տնօրեն բժիշկ կոսմետոլոգ Անահիտ Մարտիրոսյանը եւ բժիշկ կոսմետոլոգ Աշխեն Դանիելյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սիրած թեման է, դա։ Այո։ Հատուկ գորի համար։ Դե ինչ, տղամարդը աչքերով է սիրում։ Հրաշալի է։ Գարունը մոտենում է իր ավարտին, շուտով ամառը եւ կարծում եմ ամռանը մաշկի խնամքի համար յուրահատուկ մեթոդներ են, չէ՞ հարկավոր։ Ինչն է փոխվում, ինչու է եւ ինչպես է հարկավոր խնամել մաշկը, հատկապես ամռան շրջանում։ Այո, ամենաշատը հնչվող հարցերից մեկն է, ինչպես խցությունը, այո, ինքը պահի։ Սիրելի տղամարդիկ, ամռանը մենք մեր կանանց կորցնում ենք։ Որպեսզի չկորցնեք, բայց մենք պետք է հետևենք շատ-շատ անգամ դուք պետք է ձեզ ինչ։ Դե մի հաշվիր գոր, այո, հարկավոր է դա անել, որպեսզի գեղեցիկ լինենք ձեզ համար էլի։ Այս կարևոր փուլերին հարկավոր է դիմել երբվանից, այսինքն որ տարիքից սկսած աղջիկը կամ կինը պիտի սկսի իրեն հետևել, պարտավոր է, ոչ թե պարզապես։ Այո, պարտավոր է 30-ից հետո խնամք տանել կինը եւ աղջիկը հիմնականում 30-ից հետո ավելի ինտենսիվ խնամքի կարիք ունի մաշկը։ Իսկ 20-25 տարեկանում դեռ կարելի է 25 տարեկանը կարող է արևապաշտպան քսուկներով հեշտ բավարարվել։ Հրաշալի է։ Ամռանը նաեւ բոլորիս համար գաղտնիք չէ, թեպետ դա հարկավոր է ողջ տարվա ընթացքում իհարկե անել, բայց բոլորս սկսում ենք ծովափից առաջ մտածել մազահեռացման մասին, ինչ մեթոդներ են ձեզ մոտ գործում։ Պրոդերմ գերմանական ֆիրմայի ներկայացուցիչ ենք միակը, հա, Հայաստանում մազահեռացման տարբեր մեթոդներ ունենք լազերային մազահեռացում, դիոդ մազահեռացում, SHRIPL մազահեռացում, շատ էֆեկտիվ, հա, արդյունքներ ունենք, մանավանդ մեզ շատ են, հա, դիմ տարբեր խնդիրներով, ունենք ներաճած մազը, այսինքն տարբեր պրոցեդուրաներից հետո, ոսկով հեռացնելուց հետո, հա, այնտեղ էպիլատորներով հեռացնելուց հետո, մազերը սկսում են ներաճել մաշկի տակ, վերքեր են առաջանում, հա, ինքնահեռացումից հետո։ Այո, տարբեր մեթոդներ, տնական միջոցներ փորձելուց հետո դիմում են մեզ, արդեն ունենք խնդիր, հա, մազեր ունենք ներաճած մաշկի տակ, հետքեր, պիգմենտներ եւ Պրոդերմ համակարգի միակ, հա, առավելություն եւ էֆեկտիվություն այն է, որ այն օգնում բացի մազի հեռացումից, հա, նաև այդ հետքերն են մաքրվում, մաշկի վրա այդ պիգմենտացիան է մաքրվում, այսինքն մենք ունենում ենք հարթ եւ մաքուր մաշկ տվյալ կուրսի վերջում։ Ինչպես կողմնորոշվել, թե որ ասացիք մի քանի մեթոդներ են, հա, գործում, թե որն է հատկապես այցելուին համապատասխան, թե դուք եք արդեն ճիշտ կողմնորոշում, ինչպես հասկանալ։ Ճիշտ հարց տվեցիք, երբ որ արդեն մեզ մոտ են մոտենում, մենք պարզում ենք, հա, տվյալ մազակալում ինչի հետ է կապված, եթե դա հորմոնային խնդիրներ են, մենք նաև ունենք, հա, կենտրոնում մաշկաբաններ, ինչպես նաև համագործակցում ենք բժիշկ գինեկոլոգների հետ, էնդոկրինոլոգների հետ, եթե մենք զգում ենք, որ մազը ինչ-որ առողջության խնդրի հետ է կապված, այսինքն մազի առաջացում ունի ինչ-որ հորմոնային փուլ, ֆոն, հա, մենք ուղեկցում ենք համապատասխան բժշկի մոտ, հետո այնտեղ բոլոր անալիզները եւ անելուց հետո դիմում են մեզ, հա, երբ որ համապատասխան բուժումը պետք նշանակում են, կատարում են բուժումը եւ ստանում են զուգահեռ, հա, կատարում են նաեւ մազահեռացումը եւ մենք բնականաբար ավելի էֆեկտիվ ունենում ենք արդյունք։ Իհարկե մեզ արդեն երբ որ դիմում են, մենք անամնեզ ենք հավաքում, հասկանում ենք ինչի հետևանքով է եւ տվյալ արդեն տեղում բժիշկը որոշում է, որ մազահեռացման համակարգից է պետք որ ինքը օգտվի, որպեսզի ավելի արդյունավետ։ Կա տարածված գուցե կարծրատիպ, չգիտեմ, ամեն դեպքում կարծիք կա, որ բաց գույնի մազերը շատ ավելի դժվար են, հա, հեռանում մեզնից։ Որքանով են այս դեպքում սարքավորումները։ Չէ, շատ հետաքրքիր հարց տվեցիք, որովհետև մեզ էլ են շատ դիմում, հա, տվյալ հարցով, իհարկե Պրոդերմ համակարգը ազդում է եւ բաց եւ մուգ մազի վրա, ուղղակի բաց մազի դեպքում մենք մի փոքր ավելի շատ ենք աշխատում, այդտեղ բժշկի գործն է մի քիչ ավելի շատ դժվարանում, մուգ մազը ավելի շուտ են արդյունքը տեսնում, բայց ամեն դեպքում ցանկացած մազի որակի եւ գույնի դեպքում շատ նկատելի արդյունք ենք ունենում հենց առաջին պրոցեդուրայից հետո։ Հետքերն են մաքրվում, վերքերն են, հա, անցնում, մազի քանակն է քչանում, այդ միանշանակ նկատում են պացիենտները։ Շատ բարի։ Այն որ կանայք այս հարցում դիմում են երևի թե գրեթե բոլոր հատվածների համար, սա պարզ է։ Իսկ տղամարդիկ առհասարակ դիմում են այս օգնությանը եւ որ հատվածների եւ ով ասում եք։ Որ տղամարդիկ ինչ հարց տվեցիք։ Ոչ տոլերանտ։ Որպեսզի դուք ես շատ մերժված չգաս։
Անի ջան, դիմում են։ Հիմա մի փոքր կուլտուրան շատ է աճել մեզ մոտ, այո, դիմում են։ Մազերի կուլտուրան եւ մազերը այո, իրենց հետևելու տղամարդկանց շատ աճել է մեզ մոտ։ Մենք դա նկատում ենք օրորի, հա, եւ տարիքային ցենզներ նույնպես 20-ից մինչեւ 60 եւ ավել դիմում են։ Մազահեռացումը կատարվում է այտերի հատվածում, պարանոցի հատվածում, հա, որտեղ հիմնականում սափրելուց հետո մաշկ կա գրգռվում, ինչ-որ հետքեր, վերքեր, դա միանշանակ շատ օգնում է եւ էֆեկտիվ, եւ քան որ տղամարդկանց մազերը ավելի հաստ են, իրենք արդյունքը մեկ ավելի արդյունավետ, ավելի արդյունավետ են եւ իրենք միանգամից այդ արդյունքը նկատում են։ Ամեն ինչ տղամարդկանց մոտ ավելի հեշտ է տեսնում։ Այո, տեսնում եք, մենք այնքան բարդությունների միջով ենք անցնում, որպեսզի գեղեցիկ լինի։ Ասացիք, որ շատ տարբեր տնային եւ ոչ միայն տնային պայմաններին դիմելուց հետո որոշակի խնդիրներով են երբեմն դիմում։ Երբ է հարկավոր դիմել ձեզ որ տարիքում, որպեսզի այս խնդիրները չլինեն։ Գուցե ծնողները հիմա ավելի Անի ջան, մեզ դիմում են ընդհանրապես մազահեռացումը կատարել բոլոր հատվածում սկսած 16 տարեկան, այսինքն երբ որ արդեն աղջիկը դեռահաս է, հա, դարձել, այդ հորմոնային ֆոնը կարգավորվել է, մենք էլ չունենք այնպիսի խնդիր, որ մազերը դեռ պետք է աճեն, հա, մենք իրենց վերջնական քանակը չենք տեսնում, իսկ ընդհանրապես քան որ հիմա մի փոքր ամեն ինչը շատ է արագացել է, 13-14 տարեկանից, այո, դիմում են դպրոցում, վերին շուրթի հատվածում երեխաները նեղվում են, մայրիկները բերում են, то есть 13 տարեկանից վերին շուրթի հատված, հա, ինչ-որ բակերի հատված աղջիկների մոտ արվում է։ Իսկ ընդհանրապես մնացած պրոցեդուրաներին 16 տարեկանից սկսած կարող են հանգիստ դիմել։ Եվ մոտավորապես քանի այցելություն է հարկավոր, խնդիրը, չասեմ վերջնական, բայց գրեթե վերջնական լուծելու համար։ 12 այցով մենք բավականին լավ արդյունք ենք ունենում, մոտ վերանում է մազերի 80-ից 90%-ը։ Դա էլ է շատ ինդիվիդուալ, բայց առաջի, երկրորդ, ես ինչպես նշեցի, նույնիսկ կրկնվեմ, փուլից հետո միանգամից փոփոխություն նկատում են։ Ուղղակի այսպես առաջին 4 փուլ, հա, այցելությունը գալիս են 14 օրը մեկ, 4 այցելությունից հետո գալիս են արդեն 21 օրը մեկ, հետո արդեն բժիշկը որոշում է, եթե ունենք ավելի լավ արդյունք, արդեն կանչում ենք 25 օրը մեկ, ամիսը մեկ, բայց ասում եմ էլի կրկնվեմ, փոփոխությունը 1-2-ից հետո արդեն տարվա ընթացքում այդ հարցադրությունը եւ վերջ, թե 2 տարի հետո պետք է նորից։ Չէ, եւ վերջ, եթե ինչ որ հորմոնային խնդիրներ չեն առաջանում օրգանիզմի ընթացքում, ամենք բավականին լավ արդյունքներ ենք ունենում, այո։ 1 տարի եւ դուք ավելի գեղեցիկ։ Մենք օրինակ շատ աղջիկներ ունենք, մանավանդ ամբրանն ու գալիս ու շնորհակալություն են այդ առումով, որ ասում միշտ ամբրանը կալգոտկաներով ենք մանեկել։ Հիմա ձեր կենտրոն դիմելուց հետո մենք այդ խնդրից ձերբազատվել ենք հանգիստ, հարթ մաշկում անենք։ Զուգագուլպա վաճառողների գործին խփում եք փաստորեն։ Չեն վաճառվում զուգագուլպաները ամբրան։ Սիրելի հեռուստադիտող Պրոդերմ մաշկի եւ մարմնի խնամքի կենտրոնի հեռախոսահամարները այս պահին դուք տեսնում եք ձեր էկրաններին, կարող եք զանգահարել, գրանցեք, զանգահարեք եւ կհասկանաք, որ մազահեռացումը այլևս խնդիր չէ, փաստորեն, շատ հեշտ լուծվող։ Վերադառնանք էլի մաշկին։ Իհարկե մենք գիտենք, որ մաշկի խնդիրները առաջանում են ոչ միայն ծերացման հետևանքով, այլև որպես կանոն ներքին տարբեր տեսակի փոփոխությունների, հիվանդությունների հետևանք է, հա, որպես հորմոնների դիսբալանսի, այո, փոփոխությունների, տարիքային փոփոխությունների, պաստավորել մաշկային մեր բջիջների ֆիբրոցիտների համար, այստեղ արդեն կոկտեյլների տեսքով ենք տալիս ենք նաև հիալուրոնաթթվի տեսքով, այսինքն էլի բժշկի ցուցումով, բժշկի ինտրուդենով, թե մաշկը ինչի կարիք ունի, նույն ինյեկցիոն տարբերակը արվում է արդեն պատրաստի սիճուկներով, պատրաստի կոկտեյլներով։ Իսկ բիորիվիտալիզացիան դա ուղղակի հիալուրոնաթթվի ցածր տոկոսն է, որը որ մեր մաշկի բջիջներն են արտադրում, ասեցինք, որ մենք ունենք այդ հեղուկ մասան, երբ որ պակաչորացած մաշկ արդեն ճարևի ճառագայթների այդ ֆոտոցերացումից խուսափելու համար ծովափ գնացող կանանց աղջիկներին արվում է բիորիվիտալիզացիա, որպեսզի արևի այդ ուղիղ ուլտրամանուշակագույն ճառագայթները չվնասեն մաշկի հիդրալիպիդային բարիերը, այո։ Ինչքան ժամանակ մինչև հանգստի գնալը։ Երկու անգամ կարելի է անել 2 շաբաթը մեկով ու այո, ճանապարհել ծովափ։ Իսկ արդյունքը որքան ժամանակ է պահպանվում։ Եթե կինը տարին 2 անգամ կրկնի այս պրոցեդուրաները, իր ծերությունը հավատացեք մի 10-15 տարով հետաձգում է։ 30-ից հետո տարիքում ամեն դեպքում ամուսինը հանգիստ կարող է ակնոցներ գնել եւ էլի ես կասեի ամուսինը թող լավ աշխատի, որպեսզի հասցնի կնոջը։ Այդ է։ Ուրեմն ակնոցներ դնենք մի կողմի, այո։ Լավ աշխատում ենք։
Կա նաև այսպիսի տարածված կարծիք, որը չգիտեմ ինչքանով է իրականություն, որ եթե պրոցեդուրան սկսում ես անել, 1-2 անգամ արեցիր, 3-րդը կամ 4-րդը չարեցիր, ավելի բացասական արդյունք է լինում, քան եթե ընդհանրապես չանեիր, որքանով է սա իրականությանը։ Այո, սա իրականությանը вообще չի համապատասխանում, կարելի է ասել, ընդհանրապես չի համապատասխանում։ Այս հարցը ինձ շատ են տալիս, ինչ լավ է, որ դուք հնչեցրեցիք այս հարցը։ Թող հեռուստադիտողը իմանա, որ այդպիսի բան չկա։ Եթե մաշկը միշտ խնամված է, եթե կարիքը ունի խնամվելու, այսինքն եկել է հասել է այն էտապի, որ պետք է խնամել, այսինքն ինյեկցիոն տարբերակները պիտի արվի, պիտի մաշկը սնուցվի, խոնավեցվի, եթե թողնենք այսպես ավելի կխորանան մեր կնճիռները, արդեն այն ժամանակ ավելի լուրջ մեթոդների, միջոցառումների, պրոցեդուրաների պիտի գնանք։ Իսկ եթե կարելի է կանխարգելել, ապա պետք է արվել։ Եթե մաշկը պակաս ունի խոնավեցման, պիտի խոնավեցնել, չէ՞։ Ուղղակի լագիչն է, մենք մտածում ենք պետք է արվի այդ ամեն ինչը։ Եթե ունի, այսինքն օրգանիզմը եթե վիտամինի կարիք ունի, պակաս է մեր ինչ որ օրգանիզմում վիտամինը, մենք ինչ անենք, չխմենք այդ վիտամինը, մտածենք, որ չէ, որ խմենք, հետո ավելի կարիք կունենա։ Իհարկե ոչ, եթե կարիքը կա խմել, ուրեմն պետք է խմել։ Շատ լավ։ Եվ մի վերջին հարց, դուք որքանով որ ես եմ տեղյակ, նիհարեցնող ինչ որ նոր հետաքրքիր ծրագիր ունեք, ինչի մասին եւս կխնդրեմ որ պատմեք։ Այո, ունենք նորից ամռանը ընթառաջ մենք ձեռք ենք բերել այս սարքը, որովհետեւ մեր կանայք շատ են ցանկանում սպորտ դահլիճներում տքնաջան չաշխատել, դիետաներ չպահել։ Ոչ միայն զուգագուլ պաներ վաճառողների գործին եք խփում, նաև սպորտ դահլիճների, Դե չէ, իհարկե ես միշտ ասել եմ, սպորտով զբաղվելը դա առողջություն է, դա անհրաժեշտություն է։ Դիետա պահելը չափավոր, ես դիետաներին կողմ այդքան չեմ, բայց չափավոր ու ճիշտ դիետաներին էլ եմ։ Ժամը 10-ին հաց այո, ճիշտ սննդակարգին, առողջ եւ ճիշտ սննդակարգին կողմ եմ։ Ոնց է նիհարում, ինչ է դա։ Իսկ մեր ապարատը, ապարատը այդպես։ Մեր ապարատը, այո, հիմնականում ինչով է լավ, որ կինը նիհարում է ընդհանուր մարմնով, սակայն կան հատվածներ, որ չի նիհարում, ինդիվիդուալ